Երեկ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վրաստանում հարվածային գործիքներ նվագելիս ու գրել. «Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրաց ընկերների համար»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվանից գտնվում է պաշտոնական այցով Վրաստանի Հանրապետությունում։ Աժ-Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վանիկ Օհանյանից այսօր հետաքրքրվեց, թե ինչպես են լուծելու դիահերձարանների հարցը։ Վարդենիսում մարդ է մեռնում, տանում Սևանում են հերձում, մի 6 ժամ էլ հերթի մեջ են մնում։ Ձեր նախկին գործընկերներն ասում էին, տրանսպորտ կա դրա համար, բայց այդ խնդիրը պետք է շատ շտապ լուծել։ Արման Ղազարյանը անդրադարձավ նաև Վարդենիսում կառուցվող հիվանդանոցին ու պոլիկլինիկաների աշխատակիցներին, ովքեր դեկտեմբերին աշխատավարձ չեն ստացել։ Վանիկ Օհանյանը նշեց, աշխատավարձային հաշվարկ եղել է ու աշխատավարձ ստացել են եւ չարժի նսեմացնել իշխանության արածները։ Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին երկրի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Երևանում Իրանի դեսպանատունը։ Խոր մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող եւ տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ ու անմեղ քաղաքացիներ դեսպանատան փոխանցմամբ ասված է հեռագրում. «Մեր վշտակցությունն ենք հղում ձեր այդ գերազանցությանը եւ մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին, մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ եւ ապահով կյանք», ասված է հեռագրում։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն եւ ձեռք կբերեն Fly1 ընկերության կողմից մարտի 5-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության եւ Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված վերջին անվճար տեղափոխման հնարավորությունից։ Այսօր մարտի 4-ին բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Շամշյանկոմի փոխանցմամբ գիշերը ժամը 1:00-ի սահմաններում Արչահովիտ գյուղում բնակիչները վերադառնալով տուն հայտնաբերել են տան դուռը կոտրված եւ ամբողջ սենյակները տակնու վրա արված։ Տանտերերը եւ հարևանները պատմել են, տան անդամները մարտի 3-ին նշելիս են եղել ընտանիքի անդամներից մեկի ծննդյան արարողությունը ու ընտանիքի անդամներով, հարազատներով մի քանի համագյուղացիների հետ գնացել են տանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռեստորանային համալիր, որտեղ ծնունդն են նշել։ Կեսգիշերն անց վերադառնալով տուն այն ամբողջությամբ հայտնաբերել են թալանված։ Ստահակը կամ ստահակները տան բոլոր սենյակները տակնու վրա են արել, անգամ խուզարկել են խոհանոցը, գոմը, բակում կայանված ավտոմեքենան, տարել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, նույնիսկ նրանք կոտրել են տղա երեխայի դրամատուփը եւ այնտեղ եղած ողջ պարունակությունը նույնպես գողացել են։ Գողացել են նաեւ Ակարապետյանի անվամբ օրինական զենքերը թվով 4 հատ, ապա իրենց սև գործն ավարտված համարելով հեռացել են։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Պանորամա AM-ին։